Պարոն Մեսրոպյան, երբ որ հեծի հարցն էր քննարկվում, Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների զրույցում հայտարարեց, որ նախկինում հանձնաժողովը հանցավոր ամբողջություն է դրսևորել եւ դրա ցուցիչն այն էր, որ նախկին տնօրենը Բաղրամյանը պաշտոնը թողեց։ Բայց այդ ժամանակ հանձնաժողովում նաեւ դուք եք եւ ենթադրվում է, որ դուք եք այդ հանցավոր ամբողջությանը մասնակցել, հետեւաբար դուք եք պիտի գնայիք։ Ինչի համար են իշխանությունները ձեզ պահում այս պաշտոնում։ Հաջորդ հարցը վերաբերում է հայցերին։ Հեծը զրպարտության վերաբերյալ տարբեր հայցեր են ներկայացրել կառավարական տարբեր մարմինների դեմ, բայց Ռոմանոս Պետրոսյանը այդ հայցերը հետ է կանչում։ Ստացվում է, որ նայվում է հանձնաժողովի դեմ հայցը։ Ստացվում է, որ մի կողմից դուք ընկերության նկատմամբ վարչական վարույթ եք հարցում, իսկ մյուս կողմից ձեր նշանակած կառավարիչը, որը առողջ լոգիկան հուշում է, որ պիտի պաշտպաներ ընկերության շահերը, բայց ինքն է խոչընդոտում այդ ընկերության դատական պաշտպանության իրավունքը։ Դուք այս ֆարսը ոնց եք մեկնաբանում, ոնց եք բացատրում։ Եվ հաջորդում մի ճշտում եմ ուզում ուղղակի անել, հեծի կառավարիչը եւ իր կողմից նշանակված անձինք, որոնք ողոքում էին բարձր աշխատավարձերից, այս ընթացքում հրաժարվել են իրենց այդ բարձր աշխատավարձերից, թե ստացել են այդ բարձր աշխատավարձերը։ Ու 2025 ամփոփելիս իրենք պարգևապատճառներ ինչքան են ստացել, տեղեկություններ ունեն, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ուրեմն առաջի հարցը Ռոմանոս Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ բառացի ես չեմ հիշում, որ նման բան է ասել, բայց եթե դուք ասում եք, ուրեմն հիշում եք, աղբյուրը կա։ Ես հանձնաժողովի անդամ եմ աշխատել մինչև հանձնաժողովի նախագահ դառնալը 1 տարուց մի քիչ ավել, եթե չեմ սխալվում 20 թվականից մինչև 21 թվականը հատվածը, հետո տեղափոխվել եմ, նշանակվել եմ այլ աշխատանքի գնացել եմ։ Հանձնաժողովը ստեղծվել է եւ գործում է մոտ 27 տարի եւ հանձնաժողովի նախագահ եմ աշխատում արդեն 1 տարուց մի փոքր ավել եւ այս հարցը ինձ էլի են տվել լրագրողները, ես հետեւյալն եմ պատասխան այդ հարցին, որ իմ աշխատած ամեն օրվա եւ ամեն ժամի համար պատասխանատու եմ եւ արդեն իմ խոսքում էլ ասեցի, որ անցած տարի իմ նշած պարզաբանած պատճառով մենք չենք հաստատել հեծ փակ բաժնետիրական ընկերության առաջարկած ներդրումային ծրագրի փոփոխությունները եւ բացի այդ նաեւ տարվա ընթացքում 2 անգամ տուգանել ենք հեծ փակ բաժնետիրական ընկերությանը հայտնաբերված խախտումների համար։ Հիմա թե 25 տարում ով ինչ հանցավոր անգործություն է արել կամ ինչն է ճիշտ արել, ինչն է սխալ արել, բնականաբար դրա պատասխանատուն ես լինել չեմ կարող։ Երկրորդ հարցը հայցերի հետ կապված մի քիչ ճիշտ կլինի հարցը ուղղել Ռոմանոս Պետրոսյանին, որովհետև ես չեմ հասկանում ինչի մասին է խոսքը, էլի, այսինքն ինչ հայցեր է Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Հա, այդ հայցերը, որ իջե ունիս ընկած ժամանակ հատվածում ինչ փոփոխություն է դիմել էին վերացանելու բառը պատիվացությունը, այսինքն զրպարտել են ըստ հեծի իրավաբանների զրպարտել է Պապոյանը, Ալեքսանյանը զրպարտել են իրենց, ինչ որ հետ կապված հայտարարություն են արել, եւ հեծը դիմել է իրավաբանների միջոցով քաղաքացիական հայտեր ներկայացնել դատարան, պահանջելով հետ զրպարտություն պարունակող տեղեկությունները։ Հիմա Ռոմանոս Պետրոսյանը ցույցում է տվել հանրարարը, որպեսզի հեծի իրավաբանները հետ վերցնեն այդ հայցերը, այսինքն չի պաշտպանում հեծի հեղինակությունը ստացվում է։ Մենք ճիշտ ասած հարցը մի քիչ մեր դաշտի հարց չի, ես կդժվարանամ դες միանշանակ պատասխանել այդ հարցին, ձեռնպահ կմնամ, որտեղ ինքը նաև ոնց որ թե քաղաքական մեկնաբանությունների տեղիք է տալիս նաև, հետեւաբար հարգելիս իմ նշանակած կառավարիչը իմ գնահատմամբ առաջի անգամ եմ այդ մասին բարձրաձայն խոսում, իհարկե ցանկացած մեկին, որ աշխատանք ես նշանակում, լինի դա նույնիսկ ամենահարազատ մարդը, միշտ մտավախություններ ունես, որ ինչպիսին
կլինի իր վարած աշխատանքը, ինչպիսի արդյունքներ ցույց կտա, լավ կլինի, վատ կլինի, վերջինաշու այդ պատասխանատվությունը դու ես վերցնում քեզ վրա եւ ի պատիվ Ռոմանոս Պետրոսյանի, այո, ինքը եւ իր թիմը այս ընթացքում իրենցից կախված ամեն ինչ արել են եւ լավ արդյունքներ են արձանագրում։ Իմ կարծիքը այդպեսին է։ Անկեղեցին շարավի չեն պաշտպանում կատարանում։ Ես պատասխանեցի արդեն ձեր հարցին։ Հա, աշխատավարձերի մասով էլի հարցը իմ դաշտից չի, աշխատավարձերը պրեմիա հավելավճար իրենք ստացել են, չեն ստացել, բնականաբար ես տեղյակ չեմ, կարող եմ միանգամից ասել, որ այդ աղմկահարույց հավելավճարների թեման, որ այդպես արծարծվում է վերջին շրջանում հանրային ծառայության կարգավորող հանձնաժողովը այդ հավելավճարներից չի ստացել, չնայած որ այդ մեխանիզմի կիրառումը իմ համար ընդունելի մեխանիզմ է եւ բազմիցս պետական պատկան պաշտոնյաները մեկնաբանել են, թե ինչի համար են այդ հավելավճարների մեխանիզմը կիրառում եւ ինչ խնդիր են լուծում դրանով։ Իսկ Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձը ինչքան է ստացել, չի ստացել, խնդրում եմ այդ հարցերը ուղղել պարոն Պետրոսյանին։